Ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու գործի քննության 6-րդ օրը եզրափակիչ ելույթներն են։ Դիմում ներկայացրած 7 ուժերից 6-ի երրորդ կողմի ՔՊ-ի ու պատասխանողի ԿԸՀ-ի ներկայացուցիչներին լսելուց հետո բարձր դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի գնահատմամբ ՍԴ ներկայացված զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ հարցեր քննության ընթացքում անպատասխան մնացին եւ ակնհայտ դարձավ, որ ԿԸՀ-ն որոշ հարցերի պատասխանները չունի։ Սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ սահմանադրական դատարանում պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից, երբ բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն եղել սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է եղել։ Արդյոք սա կասկածի տեղ տալիս է, թե ոչ։ Արդյոք սա չի ստվերում ամբողջ ընտրական գործընթացը, թե ոչ։ ՍԴ-ն վերիշխանական մարմին է եւ ներկայացված փաստարկները բավարար են, որ ընտրության արդյունքն անվավեր ճանաչվի, ասում է Վարդևանյանը։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային եւ բավարար են, որ սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր։ Պատասխանող կողմն ու երրորդ անձի ներկայացուցիչները հայտարարում են, որ խախտումներ եղել են, բայց դրանց քանակը բավարար չէ արձանագրելու, որ ազդել են ընտրության արդյունքի վրա։ Միասնության թեվեր կուսակցության ներկայացուցիչը եզրափակիչ ելույթում հռետորական հարց հնչեցրեց։ Եթե լսենք հակառակը պնդող կողմերին, ովքեր պնդում են, թե բավարար չեն եղել խախտումները, որպեսզի հաղթահարեն անվավեր ճանաչելու շեմը, ապա հարց է առաջանում. քանի հատ խախտում պետք է լիներ, որպեսզի ազդեցություն ունենար արդյունքների վրա։ Կա արդյոք որևէ մեկը այս դալիճում, որ կարողանա հնչեցնել թիվ արդեն այս պահին առկա արդյունքների վերաբերյալ, թե քանի խախտման դեպքում մենք կունենանք ազդեցություն արդյունքների վրա։ Չկա եւ չի կարող լինել։ Եթե բազմաթիվ տեղամասերում տեղ են գտնում ընտրության արդյունքների հաշվարկի սխալներ, քաղաքական ուժերից մեկը նախնական տվյալներով հաղթահարում է արժանացողիկության շեմը, իսկ վերջնական արդյունքներով ոչ, կուսակցություններից մյուսը նախընտրական հիմնադրամի ճիշտ տվյալներ ներկայացված լինելու դեպքում չէր կարողանա մասնակցել ընտրություններին, ապա այս եւ մնացած բոլոր խախտումների հանրագումարը ողջամիտ կասկածից վեր հաստատում է մեկ փաստ. խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ 6 օր տևած քննությունից հետո բարձր դատարանը երկար չի կարող մնալ խորհրդակցական սենյակում։ ՍԴ որոշումը հրապարակելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։